Բարի օր, ողջույն։ Բարելույս բոլորին։ Անձրևային Երևանից, ոչ պակաս, չէ, արևոտ ա ձեզ մոտ, արևային Գլենդելում։ Մեզ մոտ այսօր 34 աստիճան է սպասվում։ 34 աստիճան Ցելսիուս, հրաշալի է։ Մեզ մոտ տաք է, որ ասեմ ցուրտը սուտ կլինի, բայց ինչ սենց կարքին անձրև է գալիս, ձայնը միկրոֆոնը որ բարձրացնեմ արդյոք կլսվի կաթկթոցը, հիմա բարձրացնում եմ մի րոպե։ Չէ, լավ, ինչև է կատկտում եմ։ Կներես դա։ Չէ։ Դե։ Էտա։ Ես անձրևին միշտ ուրախ եմ։ Ներինիկ ես այսօր ինչից եմ բրծել, պատմեմ։ Ապա Ես երբեք կյանքում չի եղել Սարիթաղում, Աստվածին։ Սարիթաղի ճամփեն քարոտ է քարոտ, ուրշուների սիրտը յարոտ է յարոտ։ Ես հենց ճանապարհների մասին պիտի ասեմ, դա ես չգիտեմ, Մարիոյի դևի աշխարհն էր ուղղակի են, Սուպեր Մարիո խաղ կա է, որ ճանապարհներ ես հաղթահարում, Աստվածիմ, երևի տասնամյակներ առաջ, ինչ որ փոքր մեքենաներով, ձիերով, շներով, գելերով գնացել են, եկել են Այս օրերում այդ կառուցապատումը անարխիկ կառուցապատում, որտեղ է ճանապարհը սկսում, որտեղ է ավարտվում, ոնց է լինում, ահա որ իհարկե ինձ թող ներող լինեն մարդիկ հիմա կարող է Սարիթաղցի կանցնելը ինչ է խոսում այս տղեն, ճանապարհի առումով գոնե ու աշակերտներ դպրոցը բարձրանում են, մտածում էի ձյունա գալու բան, այս դիքերը ոնց են բարձրանում, ոչ մայթ կա, ոչ լուսափոր կա, ոչ հետիոտնի ճանապարհ կա, ոչ մի բան, քաոտիկ հա զարմացած եմ ուղղակի ու հազիվ եմ դուրս պրծել, որտեղ մեր նավիգատորը չգիտես ինչու գյաջագործների փողոց պիտի գնայի այնտեղ գործ կար, ինձ տարավ Սարիթաղի մեջով։ Ես կյանքում չի եղել այդ կողմերը, օ Աստվածիմ, դա որ ասում անցած լինի լրիվ այդ բաններ, ահա որ։ Հիմա այդտեղից ելնելով դու հասկանում ես, որ ասենք սովետական տարիներին ինչ ա եղել ու դրա համար էլ ամբողջ այդ մարիխուանան այնտեղ են ծախում, Սարիթաղից են գնում ժողովուրդը։ Բաներ, ինչա կոչվում էդի, ֆավելլա։ Չգիտեմ, բայց Սարիթաղ են ասում, պլան առնելու համար այնտեղ են գնում, ոստիկանները վախենում են մտնեն։ Ռիո դե Ժանեյրոյում որ ցույց է տալի բաներ կան, ոնց է կոչվում այդ թաղամասերը, որ ով ասել։ Տրուշոբը, եթե չեմ ասում, ֆավելլա է կոչվում։ Տրուշոբ թողնի, օքեյ։ Այդ ետնախորշա ահա որ ուղղակի տեղեր ես զարմացա ու գուցե եւ հիմա էլ ով գիտի այնտեղ ինչ ասես կարա լինի այնտեղ ոստիկան չի կարա մտնի հերու տնից տեղից շտապ օգնությունը դե չի կարա մտնի հրդեհ չի կարա մարի ոչ մեկ գա իրար վրա նեղլիկ ու գիտես ինչ մի հատ տեղ կար գնում ես ոնց հասկացա տեղի ուժերով բռնել են ճանապարհի մեջ մետաղի բան են խրել, փակել են ճանապարհը։ Այսինքն դու գնում ես այդ ճանապարհով, մեկը հոп հասնում է բանա, փակուղիա դեմը, հետևից սիգնալ են տալի, ազդանշաններ։ Դուրս եմ եկի ասում ընկեր, ուր գնամ։ Ասում անցի, իմ մեքենան չի անցնի այդ բաների արանքով։ Խայտարակ մի հատ վիճակ, մի խոսքով հազիվ պրծանք էլ երբեք ոտ, ասում նագիմա է տամնի բյուջետի մայ, ոտը սնդել չի լինի։ Էսպես հարգելիներս։ Բայց օքեյ։ Տարան, հա, Մասիսի քաղաքապետին։ Դու հələ այդ մի կողմ, դու հələ արիտ ես Թրամփը ինչ արել։ Ապա Այս Քալֆրեշը կար, չէ, որ այդ ուտելիքի օգնություն էին տալիս։ Հա, օքեյ։ Ցածր եկամուտ ունեցողներին կտրեց մի անգամից։ Իսկ ես գիտեմ, որ մեր թոշակառուների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը դրանից օգտվում էին եւ բազմազավակ ընտանիքներն էլ էին օգտվում 300-ից մինչեւ $500-600 ամսական օգնություններ, բայց միայն ուտելիք կարող էր դրանով գնել։ Մեր ժողովուրդը լավ գիտի, փակվեց մի անգամից, էլ եկող ամիս ոչ մի կոպեկ։ Դա լուրջ է։ Ես զգուշացնում էի, ասում էի, որ գալու է այդ պահը եւ սա հələ սկիզբն է։ Հետո բժշկականին են անցնելու։ Շատ լուրջ է այդ վիճակը, որտեղ սա իսկապես մեզ հայերին շատ մեծ հարված է սա։ Բայց իհարկե որ այդ եկամուտներ, ցածր եկամուտներ ունեցողներին ա թիրախավորում կարծես։ Այսինքն ինչ գոնե իրոք ստուգ են բան անեն էլի, որ տեսնեն մարդու եկամուտը։ Չէ, ընդհանրապես, ուրեմն 50 նահանգից 48-ում փակվեց այդ խնդիրը, ընդ որում եւ Կալիֆոռնիայում։ Դեռ երկու նահանգ կա, որ ինչ որ
կարծեմ իրենց հաշվին են անում նահանգային բյուջեով թե ինչ որ նման բան, բայց Կալիֆոռնիան լրիվ փակեց ամսի 1-ից էլ ոչ մի բան։ Եվ մնացել է քանի օր, չէ, 2-3 օր է մնացել։ Մի ամիս էլ չտվեց կոմբան, մի անգամից կտրվեց եւ վերջ։ Առանց բացատրության չկա։ Ո՞ր են խնայում, չեն ուզում ծախսել ավելորդ տեղը էլի ժողովրդի կերակրելու համար, չգիտեմ։ Եվ հետաքրքիրն էր, որ դա բանը կեսը ֆեդերալ էր, կեսը նահանգային էր այդ բյուջեն։ Հիմա ես մտածում եի գուցե նահանգայինը թողնեն, բայց չէ, ստերեոտիպին չեն կարողանում, ընդհանրապես վերացավ այդ food stamp կոչվածը, այլևս չկա։ Լավ չի։ Ես որ մտնում եի խանութ, երևի 10-ից 7-ը գոնե օգտվում են այդ քարտերից, մեր հայկական խանութներում, էլի տեսնում ես բան։ Հիմա կանգնեց այդ ամեն ինչ, ոչ լավ չի։ Եվ սա գիտեք ինչ, թե խանութներին կվնասի, թե բաներին, այս շղթա է մի հատ, էլի, առևտուրը կդանդաղի, բան, մի խոսքով, գները հավանաբար կբարձրանան դրա հաշվին։ Ստեղտիկին Էլիզ Գյուրքչյանը մեկնաբանություններում ասում է shutdown-ի պատճառով։ Կարող է որ համաձայնության կան վերականգնվի ամենը։ Չեմ կարծում, բայց չէ, այդ չի պատճառը։ Եթե իրազեկ եք բարեկամներ, մենք ունենք, չէ՞։ Այո, այսինքն եթե մեկ ավելի լավ գիտի, խնդրեմ։ Այդ հարթակում աշխատակիցներ ունենք ռադիոլսողների մեջ, խնդրեմ արձագանք եք հարգելի բարեկամներ։ Նարան էլ Ասլանյան ասում է, սա ժամանակավոր է, մինչև shutdown-ից դուրս գան, մշտական չի։ Նարա Ասլանյանն։ Ես այդ բանը չեմ լսել, ճիշտն ասած, հնարավոր է որ չեմ նկատել, եւ Երանի այդպես լինի, որտեվ շատ մարդիկ մեր ազգակիցներից կտուժեն։ Շաղինե Հակոբյանն էլ է ասում ժամանակավոր է, այդպես չէ, եւ սա լավ լուր է, եթե այդպես չէ, իհարկե։ Եթե այո, եթե ժամանակավոր է, որտեվ Մադլեն Աբրահամյանն էլ է տենց ասում, ուսումնասիրում շատ։ Բայց վստահ եմ մենք ունենանք աշխատակիցներ, որ աշխատում են այդ համակարգում, էլի, այդ social security եւ այլն։ Եթե որևէ մեկը ավելի լավատեղյակա, խնդրում եմ զանգարեք, որտեվ այս հարցը ուզում է շատ-շատերին։ Դժվար sense շեշտակի բռնեին ու անեին, ես եմ կարծում բանի պատճառով կլինի էլի shutdown-ի եւ զանգերում։ Ես ասեմ, առավոտյան ես կգնամ, որ աշխատանքի գնամ, այնտեղ մենք մի աշխատակցություն ունենք, որ հենց այս հարցերով ազբաղվում։ Եվ շատ ավելի մանրամասն բան կանեմ։ Լսենք ռադիոլսողներին, տեսնենք ռադիոլսողներն գուցե տեղյակ են shutdown-ն է պատճառը, թե ոչ։ Այսինքն ես կփորձեմ հենց հիմա էլ կապնվել զանգել, եթե available է։ Ես ռադիոլսողին ասեմ ողջույն, ով է միացել։ Բարև ձեզ։ Ռաֆայել ջան, Սոֆիայի անունս, ձեր մշտական ռադիոլսողներից։ Այո, հարգելի Սոֆիա։ Վերջնական երևի Թրամփի ընտրություններին ենք խոսել, բայց նավի վրա հանդիպեցինք այս տարի։ Այո, Սոֆիա ջան, այո, շատ հաճելի է։ Լավ եք։ Լավ, դուք ինչպես եք։ Կարծեմ այս բնակավարին մոտ էիք, չէ՞, կանգնած, եթե չեմ սխալվում։ Ինչպես ներողություն։ Այս սոցիալական բնակավարին մոտ չէիք ձեր գործի բերումով։ Ես ճիշտ ասած հյուրանոցային բիզնեսում եմ աշխատում, բայց դե գիտեք, բոլորս էլ ծերեր ունենք։ Մամաս, կեսայրս բոլորը օգտվում են այդ food stamp կոչված ծրագրից եւ նամակը, որը մենք ստացել ենք email-ով եւ mail-ով, բարձաբանում է, որ government shutdown-ի պատճառով է դա, ոչ թե food stamp-ը վերացրել են, այլ government shutdown-ի պատճառով funding չկա։ Երբ որ government shutdown, այդպես են բարձրաբանում ամենայն դեպքում։ Երբ որ government shutdown-ը վերանա, you will get additional information. Okay. Եվ այդ ամեն ինչը backdate կարվի, այսինքն եթե նովեմբերը չեն ստացել, ասենք նոյեմբերի 20-ին government-ը բացվի, դեկտեմբերին կստանան 2 ամսվա, այդպես են բարձրաբանում։ Դե ուրեմն սա լավատեսական բան է, եթե այսպես է, որովհետև այո, մեկ էլ ես ուզում էի լավատեսականի կողքին մի բան ասեի, ինչպես ասեցի, իմ ընտանիքում էլ իմ մամասին low income եւ այլն ինքը օգտվում է, բայց ցավոք սրտի եւ հայկական շրջապատում եւ ամերիկյան եւ բոլոր սֆերաներում կան մարդիկ, ովքեր use and abuse food stamp program and many other programs. Դու տեսնում ես, ինքը գալիս է կանգնում է G-Wagon-ով, իջնում է մեքենայից եւ առևտուր անում food stamp քարտով։ Ոնց է դա անում։ Ինքը ցույց է տալիս, որ ինքը cash-ով է աշխատում, ցույց է տալիս, որ check չունի, income չունի, եւ մեր նման մարդիկ, ովքեր առավոտից գիշեր աշխատում են 2 jobs with W2, վճարում են այդ մարդկանց food stamp-երը։ So ժամանակն է, որ այդ մարդիկ, ովքեր սովորել են հեշտ կյանքի, դուրս գան եւ աշխատեն։ Իրոք գնան աշխատեն եւ give up անեն այդ օգտվել ամեն տիպի շատ լավ որ օգնությունները կա։
բայց կա ժամանակ, որ պետք է մի քիչ ամոթ ունենալ եւ իսկապես աշխատել եւ եթե դու կարող ես ջիվագն քշես, I'm sorry, ուրեմն քեզ food stamp-ը պետք չի։ Ես այդպես եմ մեկնաբանում։ Ես ինքս եղել եմ ժամանակ օգտվել եմ food stamp-ից, չեմ ամաչում, ստացել եմ 3 երեխա ունեմ, հիմա չեմ ստանում, որովհետև ես արդար աշխատում եմ, թաքսերը վճարում եմ, երեխաների գումը։ Աստված չանի, կարող է գա մի ժամանակ նորից չունենամ բավականաչափ, նորից գնամ, նորից դիմեմ, նորից ստանամ։ Բայց կան մարդիկ, ովքեր անընդհատ նորից եմ ասում, use and abuse։ Դրա համար պետք չի այդպես գլոբալ ասել, որ ես էլ եմ Տրամփից ընտրել եմ իրան, բայց շատ բաներում հիմա դժգոհ եմ, բայց կան բաներ, որ իրոք պետքա դադարեցվի։ Հիմա նայեք, տիկնոջ ասացի մեջ իհարկե ճշմարտություն կա, իհարկե շատ մարդիկ կան, որ գումար ունեն, ցույց չեն տալիս, քաշով են աշխատում ու ստանում են, բայց դա միայն մի մասն է, ես հասկանում եմ, դա շատ տգեղ է, էսա էնա, բայց կան մարդիկ, որ իրոք դրա կարիքը ունեն։ Ոնց անեն, ոչ չտուժեն, էլի այն մարդիկ, ովքեր իրոք կարիք ունեն։ Թոշակառուներ կան, մի րոպե վերջացնեմ, Տիկին ջան, մի վարքյան էլի։ $300 իր համար մեծ օգնություն է, ես դες հետ լիովին համաձայն եմ։ Բայց եթե մյուսները դադարեն անել են ինչ-որ անում են, միգուցե պարոն Թրամփը ուրիշ ձև կնայի այդ հարցին։ Հասկացա ինչ եք ասում, բայց էլի եմ ասում, այդ մանավանդ թոշակառուներին, մանավանդ ինչպես դուք ասացիք, բազմազավակ ընտանիքներին, դա բավական մեծ օգնություն է, ես հասկանում եմ, եւ ես հենց նոր խոսեցի մեր Լիլիթի հետ, այդ հարցերով ազբաղվում ինքը ARTN-ի, եւ ասաց, որ սա բան է, անժամկետ է, անժամկետ, այսինքն ասում են, որ հիմա չկա, երբ կլինի չգիտենք։ Կոնկրետ ժամկետ չկա եւ կլինի չգիտենք, այո, նամակի մեջ գրած էր, որ չենք կարող դες ժամանակ ասել եւ կլինի։ Այո, Սոֆիա, լավ կլինի, ինչ ասեմ։ Հուսանք, ձեզ շնորհակալ ենք Սոֆիա զանգի համար։ Անհամբեր սպասում ենք, որ գաք Ռաֆայել։ Ես 23-ին արդեն օրը հստակ է, գովազդը պատրաստվում է, 23-ին հանդիպելու ենք, լուր կտամ ռադիոյում ամփոփ։ Մեծ սիրով կհանդիպենք, ձեզ ժավոս։ Ձեզ էլ հարգելիս, ձեզ էլ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ցանկացած նման իրավիճակում, որտեղ փող կա տրվում այն, անպայման կլինեն կեղծարարներ, անպայման կլինեն։ Բայց դա չի նշանակում, որ իրենց պատճառով պիտի մարդիկ տուժեն այն մարդիկ, որոնք իսկապես դրա կարիք ունեն, հասկանում եք։ Շատ ցավալի է, էլի որ համատարած էս բանի մեջ դուժում են այն մարդիկ, ովքեր իրոք կարիք ունեն։ Միշտ, այո, որ իրոք օգնության կարիք ունի, այո, բայց դե լավ է, որ ժամանակավոր է, որտեվ թե չէ իսկապես խնդիր կլներ։ Հիմա ասում են դիմել են Թրամփին, այնտեղ ռեզերվ ֆոնդ կա դրամական, որ այդ տրամադրի Թրամփը հրաժարվել է, ասել է չէ, չեմ տրամադրի եւ այդ պատճառով էլ կտրվել է այս ամեն ինչը։ Ես էլ վերջին ուտելիքից ու ամբարեխիղճ մոտեցումից խոսք գնաց, այսօր նաև Երևանում, Հայաստանում շատ վատ բան է եղել այն իմաստով, որ Երևանի բնակիչը մի քանի, ես էլ մի քանի նորից այդ կաշառակերությունը կթողնեմ ձեզ կկարդակ, ես ուրեմն այս Երևանի բնակիչը Վայոց ձորի մարզ է գնացել եւ բնապահպանության ընդերքի տեսչական մարմինը բացահայտել է Եղեգնաձորի բաժնից ահազանգի արդյունքում, որ Երևանի բնակիչը Toyota ավտոյով գնացել է Վայոց ձոր եւ անօրինական 74 մոխրագույն վայրի ճագար է որսացել եւ կաքավ եւ գործնապաստակներ ապօրինի այս գործառույթները բնությանը վնասներ են հասցրել, միջավայրի հասցված վնասի չափը գնահատվում է մոտ $500,000 դրամ, կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց եւ կրկին պատկան մարմինները հորդորում են նման բաներ չանել եւ եթե անգամ որսի են հարցը հասել է որսին, ունենալ համապատասխան թույլտվությունը եւ նոր դուրս գալ դաշտ որսի։ Էսենց ուրիշ բաներ ունեի կաշառակերությունից։ Իրավապահները գործողություններ են իրականացրել ապարանի համայնքապետարանում։ Իրենց քրեական վարչության կոմիտեից ուրեմն հաստատեցին հակակոռուպցիոն կոմիտեից նշելով, որ քննչական գործողությունները իրականացում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Կոմիտեից հայտնեցին նաև, որ քրեական վարչությունում կաշառք ստանալու եւ տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից 3-ը ապարանի համայնքապետարանի աշխատակիցներն են։ Չեն դադարում գողանալուց, էլ եւս մեկ բան, ուրեմն
քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքը ներկայացվել բյուրեղաբան համայնքի ղեկավարին 9 դրվագով պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ 9 դրվագով, Ձևակ ուրեմն քրեական վարույթը առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը։ Այս ինչքան տեսնում եք բոլորը նույն սխեմայով են, չէ՞ աշխատում, նկատել եք եթե ինչքան հող կա ապօրինի այդպես բանն անում, ծախում են, փողը դնում են գրպանները։ Այս թեմայի շուրջ ուրեմն Էլիս Գյորգչյանը դարքիր այլ հայացք է նետում մեր զրույցին, ասում է իչեք մտածում որ գուցե հիվանդ ծնողների համար են եկել այդ քարտով գնումներ անելու։ Կարա լինի տես, կարա լինի, չէ՞, մեծ հաշվով։ Կարող է, ասեք, եկեք արդարնայինք, հնարավոր է։ Բայց այդ տիկնոջ ասածը ես էլ եմ շատ տեսել, իսկապես նայում ես իրան, բան, այս այդ մարդը չի։ Բայց շատ པարզ է սխեման, իրենք քաշով են փողը ստանում կամ բիզնես չինեմ, ցույց չեն տալիս։ Էդի եկամտը հարկերից է կա։ Նայում են դու տարվա մեջ ինչքան ես աշխատել, ասում են որ այսքան ես աշխատել, քեզ այսքան օգնություն է հասնում։ Հիմա այդ մարդիկ այսպես թե այնպես դա անում են։ Այո, անում են եւ կանեն։ Գիտեք ինչն է, չես կարող մարդու խղճի վրա թողնել։ Ուրեմն պետք է օրենքը այնպես անեն, որ այդ մարդիկ չկարողանան ստանալ, բայց առայժմ չեն կարողանում։ Այսին տասնամյակների բան է, ես ինչ հիշում եմ։ Իհարկե։ Ավելի ինչ տասնամյակ է։ Գոնե ինչ ես ժամանակներից այդ welfare կոչվածը կար, որ հա, գիտես իրենք ոնց են մտածում, Ռաֆայել։ Մտածում են դու նոր ընտանիքով եկել ես Ամերիկա, լեզու չգիտես, աշխատանք չունես եւ այլն, մինչեւ դու ոդկի կանգնես, քեզ օգնություն են տալիս այդ մարդիկ։ Շատ մարդասիրական, շատ բարոյական մի բան է։ Դե հիմա որ այդ չափա չարաշահում են կլինի, ես հասկանում եմ։ Չեմ արդարացնում, բայց եւս մեկ զանգ ունենք, ով է միացել, ասենք բարի օր։ Բարև ձեզ Ռաֆայել ջան, նմանաբար հնարավոր է, որտեղ ես մեկ-մեկ մամայիս համար գնում եմ, անում եմ այդ գնումները։ Ահա, տեսեք։ Բայց այնց չի որ մեզանից հեռու է, ասենց ասեմ։ Դե բարձ բան է իհարկե, ինչի մասն է խոսքը։ Մերոնք մեզանից հեռու չի, մերոնք անում են, անելու են, կանեն, դա երբեք չի ստապանի։ Բայց ես մենակ մերոնք չեն անում, չէ՞, ոնց հասկանում եմ, մեր անունն է դուրս եկել, հա, էլի։ Հիմա ես համաձայն եմ, բայց ես մենակ մեր մասին կարող եմ խոսել, ես չեմ կարող։ Իհարկե։ Այո, մենք մերն է, մեզ կարող ենք քննադատենք, ուրիշը չի կարող, ես այդ ուրիշին չեմ կարող իրավունք չունեմ։ Ես իմը կարող եմ քննադատել, բայց there is a fire, ես մի հատ եթե ուզում եք դες կարող եմ ուղարկեմ դնեք ձեր էջում, մարդիկ կարող են գնալ անվճար ուտելիք ստանալ։ Եվ San Fernando Valley, Northridge, Border Ranch, Mission Hills եւ Glendale։ Ովքեր ոչ չեն կարողանում։ Այո, այդ օգնությունն էլ կա, սա էլ բան է։ Շնորհակալություն զանգի համար, լավ օր ձեզ։ Այո, շնորհակալություն ձեզ։ Գիտեք ինչ, այդ արկիրա, չէ՞ որ ասենք կարդում ենք, այս մարզպետը, այս թաղապետը, այս գողացել թալանել է, բան, չէ՞։ Հիմա այստեղ ապրողներն էլ այդ մարդկանց քույրեր, եղբայրներն ու հարազատներն են ախր։ Պետք չի զարմանալ, թե այնտեղ տեցած տեղել ուրիշ հնարավորություն չկա, տեղը հնարավոր տեղ են անում։ Այսինքն զարմանալու բան չկա։ Բայց տիկինը լավ ասեց, իրոք սա մանավանդ այդ մարդկանց ովքեր զրկվել են այս գոնե որոշ ժամանակով, այո, ձերի ուտելիքի բաժանում են, բացարձակապես ոչինչ չեն ուզում, ուղղակի այդիտ որ ունեցար հետը, այնտեղ որոշակի քանակ կա, ձետ եւ այլն բան հալեցնում տալիս են, որը էլի քիչ բան չի, էլի, այս պայմաններում երբ որ չկա այդ օգնությունը, կարծում եմ Սա ես մեկ-մեկ անցնելուց տեսնում եմ երկար հերթեր են լինում Գլենդելում, ուրեմն հենց Գլենդել փողոցի վրա, մոտավորապես Գլենդել եւ Կոլորադո, ովքեր չգիտեն, իդեպ ես այնտեղ ընկերուհուն եմ, որ այնտեղ է աշխատում, ես իրենից կիմանամ վաղ ավելի մանրամասն կասեն, որ օրնա, որ ժամերին է, որ այդ սերունդը բաժանում են Գլենդելի մասում ես գիտեմ, բայց ուրիշ քաղաքներում էլ կա։ Ջեր բարևներ ունենք Եկատերինբուրգից, Նարինե Սողոմոնյանն է ասում, բարև ձեզ հարգելի Գոհար Կարայանը, ջեր բարևներ, Ռաֆայել ջան, Դերենիկ ջան, Աշխարհի հայեր ջան, ողջույններ Հասմիկ Ղարաբանյանցը սրտիկներով, Ալթայից, ներողություն, Ալթայ չի, Ալթեայից Հագան, մեր մշտական ունկնդիրը ողջույններ, իսպանական դրոշները ծածանում, Բերլինից ունենք Սեդա Խաչատրյանն է մեր ռադիոլսողը, Բերլին չեմ եղել, այնքան եմ ուզում լինել, չգիտեմ ինչու։ Շատ է բան անում ինձ։ Լուրջ բան է։ Նաիրա Ռոնան ասում է, Դերենիկ ջան, դիմեք դեմոկրատներին թող հաստատեն բյուջեն։
Այն ձեր կապերը օգտագործեք։ Okay, հիմա մի րոպե։ Դեմոկրատներ, դիմում եմ ձեզ, հաստատեք բյուջեն։ Ախր, դες ինչ է տարքիրա, չէ՞ թվում է, ախր այդքան պարզ չի։ Այդ բյուջեի որ չեն համաձայնվում դեմոկրատները, հիմնական կետը բժշկական ապահովագրությունն է։ Որը շատ մեծ, երևի ուտելիքից ավելի։ Պատկերացրեք, որ մարդիկ հիվանդանան, մանավանդ այդ տարիքի մեջ թոշակառուները եւ այլն, եւ չունեն օգնություն, հա։ Շատ դժվար, այնտեղ շատ խրթին է այդ ամեն ինչը։ Եվ գիտեք ինչ է, ոչ մեկը չի ուզում բանանի, զիջի։ Եվ ես չեմ հիշում, որ այսքան երկար, շատ երկար տևեց։ Մյուս դեպքերում լինում էր մի շաբաթ, 4 օր, 5 օր եւ այլն ինչ-որ ձևով փող զիջումներով գալիս էին բանի, այս անգամ չեն կարողանում։ Սա վերջը, ասենց ասած, օքեյ, այս փակին են կտրեցին, են բաներեցին, այսինքն բայց ինչ-որ միտեղ գալու է, որ ով է զիջելու էլի, ով է ընթരാճ քայլելու այս խնդրի լուծման։ Գիտեք ինչի պես այն որ երկու մեքենաները իրար դիմաց են գալիս, ոչ ոք չի ուզում զիջել, չէ՞, հա վերջում բախում ա լինում, եթե ոչ մեկը չի։ Այսօր Սարի թաղում այդ վիճակի մեջ էի ես։ Այդ կանչկանա վրա դասել այդ Սարի թաղը։ Չեք պատկերացնի ինչ էր կատարել։ Ու գիտես, ոնց գալիս են մտնում են Խաչմերուկ, դու էլ դքի վրա պետք է սես թեքվես Գեհաձև Խաչմերուկա բան, ասում եմ, բայց տեսակ ես կանգնած եմ, էլի ստե կարելի է, չէ՞ բան, քշի շատ ես խոսում, այսպես ժողովուրդ։ Ոյ, ստված եմ, լավ, օքեյ, համաձայն եմ, այո, ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք ասում, ռադիոլսողի մասին է Աննա Կիսելյովան, ով քիչ առաջ զանգել է, Սոֆիա ջան, շատ ճիշտ ես նայերան կրկին մեր ռադիոլսողին համակարծիք է, 1000 բարևներ, 1000 բարիներ Նարինե Սիմոնյան, Բարևներ երևի էլի։ Բայց ում երևի բարևներ է ցանկանում փոխանցել, իսկ ահա Խաչիկը Դեմիրճյան, որ Մոնտոբելոից միշտ բոլոր հայերին բարևում է, այսօր 10 համարի ֆրիվեյի վրա է եւ թրաֆիկի մեջից է մեզ գրում Խաչիկ ջան դիմացեք, Խաչիկ դիմացեք, 10-րդ ֆրիվեյ պատկերացրես ինչ է։ Երբեք ման չի լինում, նորմալ երթևեկություն չկա։ 405-ը, այդ 10-ը շատ ծանր է, հա։ Այդ 10-ը փաստորեն Սանտա Մոնիկայից սկսում է, գնում է ուղիղ մինչև Ֆլորիդա, ճիշտ է։ Չէ, կարծեմ դու դա 117 ես խառնում։ Հա որ 10 ֆրիվեյ։ Սանտա Մոնիկա որ գնում ես 10 ֆրիվեյ է, ուր է։ 110-ը չի 110 Սանտա Մոնիկա, ես այդպես եմ հիշում։ 10 ֆրիվեյ գրում եմ մի հատ։ 10 ֆրիվեյը կպնում է 60-ին, կպնում է 101-ին։ 10-րդ ֆրիվեյ, եթե չեմ սխալվում, բաներ է գնում Ֆլորիդա, չէ՞։ Կարող է, չգիտեմ։ Interstate-ն ասում են բաներին։ 5-ը գիտեմ որ գնում է մինչև ես գնում է մինչև Jax, LA-ից մինչև Jax։ Ստված եմ։ Իսկ այսքան տարի է տեղեք, 66 historic one-of highway գնացել եք Road 66։ Մի մասը Foothill-ն է, ոնց հասկանում եմ։ Foothill Boulevard-ը մի մասն է կազմում 66-ի։ Հիմա չեմ կարող ասել, որովհետև երկար ժամանակ է որ տեղյակ չեմ, բայց մենք մեքենայով, վենով Լոս Անջելեսից քշել գնացել ենք 3 օր տևեց մինչև Washington DC։ Եվ ես շատ ուրախ եմ այդ ճամփորդության համար, որտեվ ես եւ այդպես էլ հետ եկանք, ես վերջապես պատկերացրեցի Ամերիկան ինչա, որտեվ մենք Ամերիկա ասելով պատկերացնում ենք Լոս Անջելես, Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո, Բոստոն, եսիմին, բայց այդ միջին Ամերիկան, այդ գյուղական Ամերիկան, համար լրիվ ուրիշ մի բան է, լրիվ ուրիշ մի բան է։ Տները իրարից մի քանի կիլոմետր հեռու, Ռանչո կոչվածները, չէ՞, մարդիկ են տարբեր, չէին խոսում ես այդ, բան որ gas station ենք մտել այն ժամանակ դեռ navigation բան տենց բաներ չկան, ինչ որ քարտեզներով անկապ, գիշերով, բենզին լցեցինք, ջահել աղջիկ էր, ասում ենք մինչև այս ինչ տեղը ինչքան է ոնց է, ասես նայում է ուղիղ աչքերիդ ու չի պատասխանում, ոչ մի բառ չի պատասխանում։ Դրավ այստեղից էլի գնա, էլի, հա, տենց։ Դու էլ պակաս, հա, այդ վիճակը։ Էլի, բայց միտեղ այդ բաներում Թեքսաս էր, որտեղ էր փողոցում քայլում ես համար, տղամարդիկին որ տեսնում են գլխարկն են բան անում, ասեն, օքեյ, դել չէինք տեսել, հա։ Բայց որ շատ է տարբեր է դա այդ հակնվածքը, իրենց պահվածքը։ 50 երկիր տարբեր մոտեցումներով, տարբեր բնակչությամբ եւ այդ ոչ իմիգրանտ ստեյթները, որտեղ շատ քիչ են իմիգրանտները, իրանց մոտ հա այդ կոնսերվատիզմը բանը կա ու
Էմիգրանտները որ նայեք հիմնականում օվկիանոսի ափերին են, արևելյան եւ արևմտյան ափերում են։ Նյու Յորքը, Մայամին, Մայամի, Չիկագո, այս կողմից էլ Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, Okay, բարեկամներ, գովազդային դադար մեր հարգարժան գործընկերներին ասենք thank-you-ներ, վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը, հեռու չգնաք, 6 րոպե։ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Arm Music, հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց, Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Ահա եւ մենք հարգելի բարեկամներ, ողջույններ, եկանք ֆինանսական ես ուրեմն կարողացա կապնվել այդ աշխատակցուհու հետ, որ ասում եմ աշխատում էր այդ տելիքի բանում։ Չի ուզի զրուցի եթերում մի քանի հարցեր։ Մտածում էի, բայց հիմա մինչև այդ միացնենք եւ այլն արդեն տեխնիկապես ախնանք։ Էս իր հեռախոսը որ բայ միկրոֆոնի մոտ կլինի։ Հա։ Մեծ հաշվով հա, եթե կարող եմ ես օրինակ մեր լինկով ես ուղարկեմ, լինկով միանա, իրան կտեսնենք կարա միանա եթեր։ Okay, լավ, եկեք լավ է թողնենք միս անգամ։ Լավ, եկեք թողնենք ուրեմն միս անգամ, հա, այդպես է։ Ուրեմն կոչում է Food Bank-ա կոչում դա։ Ես գիտեմ Glendale-ի մասն եմ այն խոսում։ Ուրեմն ամեն երկուշաբթի օրերին այնտեղ ժամը առավոտվա 10-ից մինչև 4-ը այդ զրի ուտելիք են բաժանում, բայց խորհրդատրվում ավելի շուտ գնալ, որտեղ այնտեղ հերթ է լինում եւ ինչ որ քարտեր են տալիս տարբեր գույնի, հա, հետո երբ որ հերթը հասնում է, ըստ այդ քարտերի ուտելիքը տալիս են առանց ոչ մի բան անցնելու, վերցնում ու գոհ երջանիկ դնում ես։ Եվ փաստորեն շաբաթը մեկ անգամ, դա նշանակում է, որ ամիսը 4 անգամ դու կարող եք օգտվել այդ բարիկներից, այսպես ասենք։ Իդեպ ասեմ այնտեղ ես հարցրեցի ձետ կա, միրգ կա, սեզոնային տարբեր ասենք մակարոն եւ այլն, այսինքն սովատ չես մնա տարբերակով էլի, հա։ Եվ շապ ամիսը 4 անգամ այնպես որ եւ գտնվում է Կոլորադոյի վրա, բանի Glendale Colorado խաչմերուկում, արդեն որ մոտենակ կտեսնեք այնտեղ, հա, այնպես որ ոչ ոք սովաշ չի մնա, հա, ամերիկան էլ այդ երկիրը չի։ Այո։ Հա, քանի որ արկածներից հաղորդման սկզբում խոսք եղավ, ես երեկոյան էլի ուտելիքի թեմայի շուրջ եմ նայев, այնց մի արկածի ականատես գրեթե մասնակից եմ եղել։ Երևանի գլխավոր սուպերմարկետներից մեկում գնացել էինք թեթև առևտրի, արդեն կեսգիշերին մոտ է։ Եվ հացի բաժնում, որի հերթի մասին հաճախ եմ եթերում խոսում, որտեղ միշտ կռիվ է։ Հացի հերթը չեն կա, դե հայ է ուր, հերթ պահել է ուր։ Ում հերթ հացի համար հերթ կա որ Ռաֆայել, ես չեմ հասկանում։ Դե հացի հերթ ոչ թե հացն է սահմանափակ, այլ մարդիկ են շատ, այդ աշխատողը որ բոլորին սպասարկի հերթ է գոյանում։ Բա հերթ է, այն էլ ինչ ձև, հա։ Մանավանդ ու ժամի որ թարմ որ բերում են, իրոք լիքը մարդ սպասում է, երբ իր հերթը գալու որ կա, հա, հերթ է։ Մի խոսքով զգացինք, որ ինչ-որ լարված իրավիճակ է, մեկը կլիներ մի 18 տարեկան, նոր չափած աղջիկ, մյուսը կլիներ արդեն մոտ 40 տարեկան տիկին, զգացինք ինչ-որ լերսվակռիվա ում հերթներ, որ պիտի սպասարկեին, դե իմ ասում ենք լայվ, կանայք են բան, աչքը չհասրեցինք թարթել, երբ բանավեճը վերածվեց վեճի, վեճը վերածվեց հայհոյանքների, հայհոյանքները վերածվեց բառացիորեն ձեռնամարտի։ Ընկել են գետին, մեջ եմ ընկել, մատս եմ վնասես, հոդս պրճկեցին էդ, աստվածի մգել եմ էշտր ասում, կարող է կժվել եք, եսի չեք անում, ատենց էդ ինչ, ենքան հետարքեր հայույանքներ է սովորեց, ես երբեք չի լսել տենց բաներ, 18 տարեկան օրիորդը աղջիկը, ինչ բառամթեր, ինչ բառապաշար, մեկ իսկապես չի զարմանում ես, որտեղից են սովորել ես կանը, առանց զսպվածության տարական բանի, վերջի խանութ հա, սուպերմարկետ հա, մարդիկ կան, հանրային վայր հա, չէ, ուղարկեց ուր պետք հա, բոլոր գործողություններով։ Եվ ես գիտես ինչ ա դեռ հլը հացի կարոտ չեն, բա պատկերացրա որ ասենք հացի խնդիր լինի ինչ ա լինելու։ Սպանեն իրար, Էդ որ ասեցիր, գիտես ինչ հիշեցի, ես էլ այդ ուսանող եմ ուրեմն, այն ժամանակ այդ տրոլեյբուսների, ավտոբուսների մեջ բան կար, այդ վարորդը բան ուներ էլի, այդ ռադիոյով խոսում էր, հաջորդ կանգառես եւ այլն, հա, մեկ էլ ինչ-որ էլի երկուքին սկսեցին վիճել տրանսպորտի մեջ, հա, ձաները գնալով բարձրացավ մեկ էլ ես շոֆերի բանն ալսում միկրոֆոնի մեջ մեկ էլ փչեց ասեց լրբեր վերջացրիք
Այդ երեկվա մասին։ Ավտոբուսը քանդվեց, եւ ունեցավ իր դրական ազդեցությունը դեն։ Աննա Ալոյանը կռվի հետ կապված ասում է լավա չեն ասե Նիկոլն է մեղավոր։ Ոնց պատտվում ենք այս թեման կա։ Այո, թեմայի շուրջ Զապորոժիե քաղաքից բարևներ Տիկին Տերեզա Բուժարյանը։ Այո, Խաչիկ Դեմեչյան ասում այո 66 road-ը ֆուտիլը մի հատվածն է կազմում road 66-ի, իսկ Մադլեն Աբրահամյանը գանգատվում է, ասում է բիլիոնների օգնություն են տալիս օտար երկրներին, մի քանի $100 ժողովրդին չեն ուզում ներեն։ Սա Զելենսկին է մեղավոր էս պատմությանը։ Ինչ է տարքիրա։ Հիմա հասկանում ենք, չէ՞ ինչքան դժվար է փողը բաժանելը։ Հիմա ամբողջ այս շատդաունի կառավարության շատդաունի բանը գիտեք ինչն է, ոչ թե փող չունեն։ Փող ունեն, բայց չգիտեն ոնց չեն համաձայնում, թե ոնց բաժանեն փողը, որտեղ ինչքան փող է գնալու հասկանում եք։ Էս ամբողջ։ Մեզ տան դերենիք, մեզ տան այնպես բաժանենք։ Սիրուն Բանես Օստապ Իբրագիմովիչ երբ են կիսելու մեր փողերը հիմա հաստատ մեզ տան հանգիստ բաժանենք կեսը ուղարկենք Հայաստան մի անգամից Հայաստան բարեկամներից ես գիտեմ ցանկացած մարդ երազում է որ ասենք միլիոն շահի ում ինչ լավություն անելու ոնց անելու տուն առնելու մեկի համար ծնողների համար էս անելու բան բայց դա ամբողջ երազանքներ են իհարկե դե պատումներ կան YouTube-ում story այդ հաղթողների պատումները կան որ տակ են տվել ավելի վատ վիճակի մեջ են հայտնել բայց ես որ նստում մտածում ես ոնց էլի ինչ բացասական Ռաֆայել ասեմ լսեք էլի ժողովուրդ ես այդ դրա մասին շատ եմ կարդացել մտածել եմ հիմա ես էլ օրինակ մտածել 10 միլիոն ունեցա չէ 1 միլիոնը տավուս աղջկաս էս կանեմ բան կանեմ սենց լավ կզգամ ինձ էլ են որ ուզել եմ արել չեմ կարողացել եւ այլն որտեվ ես հիմա մտածում եմ այդ իմ ունեցած ֆինանսական կարողությունների սահմանում բայց երբ որ ամեն մարդ ունենում ասենք այդպիսի գումար 10 միլիոն կամ ես իմ ինչքան ամեն մարդ իր սահմանը ունի ինքը դադարում է նույն մարդը լինելուց հասկանում եք եւ այն որոշումները որ դու կայացնում ես երբ որ չունես այդ միլիոնները տարբեր է երբ որ դա ունենում ես քո որոշումները լրիվ փոխվում են անկախ քեզանից փողը այդքան մեծ ազդեցություն ունի մարդու վրա մանավանդ մեծ գումարներ հաստատ ամենաշատը մտքի վրա ազդող հանգամանքը ֆինանսն է էլի նույն ձև չես մտածում ունենաս $1,000 10,000 թե միլիոն թե միլիարդ դու տարբեր ձև ես մտածում կա տենց անպայման իր գրավիտին ունի փողը ոնց որ մոլորակներն են ձգում ինչքան մասան մեծ այնքան ձգողականություն ուժեղ նույնն էլ փողը լավ պարոն Թրամփը տեսեք ինչ է ասում ապա Դոնալդ Թրամփը հայտարարել է որ իրեն չեն թույլատրում առաջադրվել երրորդ ժամկետով դեղանում է որ չեն թույլատրում ինքը ուզում է բայց չեն հղում անելով Միացյալ Նահանգների սահմանադրությամբ սահմանված սահմանափակումներին ասեն որ Միացյալ Նահանգներում ոչ ոք չի կարող երկու անգամից ավել երկրի նախագահ լինել անգամ եթե ոչ իրար հետևից այդտեղ փոքրիկ բան կա լազեկա են ասում ռուսերեն փոքրիկ ինչ որ նրբություն կա ոմանք ասում են եթե այո բայց հիմնականում ասում են որ ոչ հիմա տեսնենք ըստ հարցումների ես ունեմ ամենաբարձր վարկանիշը ես չէ Թրամփը իհարկե բայց ինձ թույլ չեն տալիս առաջադրվել այնպես որ կտեսնենք թե ինչ կլինի շատ վատ է ասել է Միացյալ Նահանգների նախագահը Թրամփը եւ իր աջակիցները բազմիցս են խոսել 79-ամյա նախագահի 2028 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունների մասին Միացյալ Նահանգների սահմանադրությունը սակայն արգելում է որևէ մեկին երրորդ անգամ ընտրվել երկրի նախագահ Թրամփի աջակիցների շրջանում տարածված վարկածն այն է որ փոխնախագահ J.D. Vance-ը կարող է 28 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնում Թրամփի հետ համատեղ Թրամփը սակայն բացառել դա գծել բայց մենք շատ հիանալի մարդիկ ենք լավն ենք բայց չէ ներողություն ցալ ասեցի բայց մենք շատ հիանալի մարդիկ ունենք այսինքն նախագահության բանի համար Վենսի անունը տվե բանի Վենսի չէ Ռուբիոյի անունը տվեց այս զարմացը սկզբից Վենսի համար էր ասում ես վերջերս է Ռուբիոյի համար ասում իհարկե Ռուբիոն շատ ավելի բան տեխնացու կլինի իմ պատկերացմամբ էլի այն մեկը Վենսը շատ վտանգավոր տիպ է այդ որ redneck ասում են չէ բոլոր այդ տաներ ունի Ռուբիոյի մենակ ականջներն ա մի քիչ մեծ բայց տեսել եք Ռուբիոյի ականջները շատ մեծ է անաստված այդ Ֆլորիդայի արևից է Դա չես կարողանում աչքերը թեքել ինչքան ասում ես լավ ինչ կապ ունի ականջի մեծությունը բայց շատ մեծ է էլի
Եթե դա չխանգարի մնացածը։ Չէ, դե հիմա էտա ինչ խոսք ու ինքնաթիռի մեջ էր այդ հարցազրույցը, ես նայում էի, ինքնաթիռի մեջ խոսած այդ տեխնացուների անունների հետ կապված ու Ռուբիոնն էլ են հետևը կանգնած էր, հենց անունը տվեցին, սենց եկավ առաջին շարքը, կադրում երևա, հա, բան էս։ Ներողություններով իմ մասին էր խոսքը։ Չէ, ականջը բերեց առաջ, ինչ գնա երկրի նախագահ։ Աստված իմ։ Ու միշտ դռների արանքում է խոսում, նկատել ես, չէ՞, սենց կիսաբաց դուռը, բայց այնտեղ տեսել եք այդ Air Force One-ը, այնտեղ սենյակներ կան, այնտեղ բաներ կան, այսինքն չգիտեմ ինչու, բայց ինքը գերադասում է դրանը արանքից խոսել։ Ուրեմն մի անգամ էս իրա չէ, կարծեմ Բայդենի ժամանակ էր, էս թղթակիցներից մեկին, դե հաճախ իրենց այդ թղթակիցները են բան են տանում, չէ, որ գնում են արտասահմանյան ճամփորդության նախագահները։ Ուրեմն այդ կինը պատմում է, թե ոնց ասում է գիշերը եկան ասում է, բանից այդ Secret Service այդ որ զբաղվում է նախագահի պաշտպանությամբ, ասում է իմ ճամփորդները պատրաստ էր արդեն։ Իրան գալիս ճամփորդները գիշերը տանում են, հա։ Չեն անում, ասում եմ մեկ էլ տեսա հյուրանոցում ճամփորդները, ասում եմ, դու ինձ մեզ օթանով գալիս ես հյուրանոց, որ ճամփորդները այնտեղ դրած արդեն, հա, դե բա, այս սերվիս եմ ասել, թե չէ, secret service, թե չէ։ Պատեն ճամփորդի, չէ, տնից գալիս Կանթերն են իրիկունը տնից տանում են, նա քեզ գալիս տանում են օթանակավակայան, գնում ես տանում են հյուրանոց, այնտեղ ճամփորդները դարձեն, դա կյանք է, հա, դե չէ։ Ես այդ ատում եմ այդ ճամփրուկ քաշել է, այդ հերթի մեջ կանգնել է, այդ վայ։ Բարդպանա։ Դե հիմա զանգ ունենք, տեսնենք ով է միացել, ասենք բարի օր, տեսնենք ով է միացել մեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև Ռաֆայել ջան, պարոն Դերենիկ, President-ի մասին եք խոսում, եթե կարող են վերընտրվել նախագահները թե ոչ։ Այս ամերիկյան օրենսդրության Ռուզվելտից հետո այդ օրենքը փոխվեց, որտեղ 4 անգամ ինքը որ նստեց որպես նախագահ, դրանից հետո Սահմանադրությունը փոխեցին, ասել է որ ամեն մի պրեզիդենտ պիտի 2 անգամ կարողանա նստել, որովհետև իրենից առաջ եւ իրենից հետո բոլոր եկողները 2 անգամ են նստել, այդպես օրենքը փոխվել է։ Այսինքն անգամ եթե մի դաթար է եղել, միևնույն է չի կարող ընտրվել։ Այո, միևնույն է չի կարող ընտրվել։ Հասկացա, հա։ Okay։ Դուք որտեղից գիտեք դա օրորդ։ Պատմություն եմ ուղղակի կարդացել։ Լավ։ Բարի հարգելի, շնորհակալություն զանգ։ Ամեն մարդ չի որ նախագահների մասին պատմություն է կարդում։ Շնորհակալություն։ Դե բայց ինչ հիմա նայ մեր նախագահների մասին կարած պատմություն կարդաս ու ասենք Ամերիկայի նախագահների պատմությունը։ Համեմատելու բան չկա, էլի, բայց նախագահներ ասեցինք, ով է խոսել մերոնց մասին։ Տիխանովսկայան, ընկերներ Տիխանովսկայան, Բելարուսի այսպես կոչված ընտրված նախագահը, որի դեպ մի շարք եվրոպական երկրներ ճանաչում են Տիխանովսկային Բելարուսի նախագահ։ Ոնց ինչպես է հարցը երկրորդ կողմն է, բայց Հայաստանը դարձել է շատ մարդկանց համար ներշնչանքի աղբյուր։ Եվ մենք ձեզ շնորհավորում ենք ձեր ընտրած ուղու համար դեպի եվրոպական ինտեգրում։ Այսօր Երևանում ընթացող Եվրոնես խորհրդատվական վեաժողովի 12-րդ լիագումար նիստում իր տեսաուղերձում խոսել է Բելարուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։ Կարծում եմ Փաշինյանենց ապտակը Լուկաշենկոին այս տեսանյութներ եւ Տիխանովսկային հրավիրել է։ Որտեղ ըստ էության Տիխանովսկան որևէ քաղաքական բան չի անում Բելարուսում, ընդհանրապես արգելված մարդ է, իր ամուսինը երկար տարիներ բանտում էր, Ամերիկայի միջամտությամբ հազիվ բաց թողեցին, իրանք եթե չեմ Լիտվայում են հիմա ապրում։ Մեր ֆորումին մերոնք կանչել են Տիխանովսկային, պատկերացնում ես Լուկաշենկոյի ինադու էսպես ասած կներեք։ Տիխանովսկան ուրեմն Հայաստան չէր եկել, քանի որ Լիտվան հրաժարվել էր Հայաստանում միջազգային միջոցառմանը նրան առնվազն 1 ուղեկցող անվտանգության աշխատակից տրամադրել, իսկական վախեցել էր գալ, որ Հայաստան։ Իր հերակա ելույթում Տիխանովսկան ասել է. Ես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրզոյանին, վարչապետ Փաշինյանին, ազգային ժողովի նախագահ Սիմոնյանին ուզում եմ ասել, որ ձեր աջակցությամբ Հայաստանը կդառնա անվտանգ եւ բարգավաճ երկիր եւ անշուշտ մի օր էլ Եվրոմիության անդամ։ Ես ցանկանում եմ ողջունել համանախագահներին ու ամբողջ ելույթը իհարկե չեմ ընթերցի այստեղ որ կա, բայց իմ սիրտը հատկապես շատ է վաբախում ձեր եվրոպական ինտեգրման համար եւ ես վստահ եմ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Ես ողջունում եմ իմ ուկրաինացի ընկերներին էլ
եւ Ռուսաստանի կայսրության դեմ մղվող պայքարում ուկրաինացի ժողովրդին հարյուրավոր քաղբանտարկյալներ բանտարկված են Բելարուսում, Ուկրաինային աջակցելու համար ցանկացած ֆորում, ցանկացած հանդիպան ժամանակ ես միշտ բարձրաձայնելու եմ այս թեման, բայց չշեղվելով Փաշինյանի աջակցությամբ Հայաստանը դառնալու է Եվրոմիության անդամ, Հայաստանը վաղուց ներշնչանքի աղբյուր է դարձել։ Մեջբերման ավարտ, ես արագ կարդացի, ինքն շատ մեծ է այդ ելույթը։ Բրավո, բայց ասեմ շատ բարի լավատեսական խոսքեր։ Գիտես ինչ, Ռաֆայել, մի պահ հետ որ կարդում էի, պատկերացրեցի, որ իսկապես Հայաստանը դարձել է Եվրոմիության անդամ, էլի։ Գիտեք ինչ բան է դա կարող կունենա իր հետ, ինչ բենեֆիտներ ա բերում, ինչ առավելություններ կբերի այդ ամեն ինչը։ Ինձ թվում է արդեն հացի խանութում էլ ավելի քիչ կլինեն վեճերը, շատ բաներ, բացի այդ տեխնիկական, այդ առևտուր եւ այլն, ազատ գնալ գալ, այս ամեն ինչի արդյունքում ես կարծում եմ, որ մեր հասարակությունը շատ ավելի բարի, հանգիստ ու ստեղծագործ կլինի այդ ամեն ինչից հետո էլի, որտեղ մենք ինչքան ասում ենք, տես ժողովուրդն ա տարապել իրենց այդ բռնապետերի ձեռքին, բայց մենք էլ ենք տարապել էլի, մենք էլ ինչ ենք տեսել, որ սովետական տարիներ, մինչև այդ ամեն ինչը սովն ու տառացիորեն եսիմ ինչ ահավոր վիճակները, հետո սովետական լուծը, հետո մեր լուծասեփական այդ բան ազատագրվելուց հետո էլի այդ օլիգարխական այդ ամեն ինչը, ու հիմա վերջապես կարծես այս ժողովուրդը ուզում է շունչ քաշել, քիչ, քայլ առ քայլ, տեսեք, դատարանների սկսեց փոխվել, արդեն արդյունավետ են ավելի դառնում, ոստիկանությունը ավելի լավ է աշխատում, մի տեսակ կա էլի, կա դանդաղ, բայց առաջընթաց զգացվում է, մենակ ցանկություն լինի դա տեսնելու, տեսեք ինչ մանկապարտեզներ են սարքում, տեսեք ինչեր են նորոգում, ճանապարհները եւ այլն, այս ամեն ինչը քիչ գումարվում ու վերջում արդյունք է։ Մեր հարազատ շատ ընտանիքի անդամներից մեկի որդին բանակային է եւ բանակից 10 օրով իր ծննդյան տոնի կապակցությամբ օդպուսկ ա եկել, երեք այդ խնջույքներ սենց ասած, ինչեր ա պատմում, ես ուղղակի սենց հաճելիորեն զարմանացած եմ, էլի, ասում եմ մենք ուղղակի որ աբեդի ժամը այսպես կոչված ճաշի ժամ է, ասում եմ մենք չենք գնում հաճախ, որովհետեւ երկրորդը այնքան հագեցած է, որ անգամ երրորդին բան չեն գնում, ասում է ինչ պայմաններում ենք ապրում, ու ինքը մեծ եղբայր ունի, ով տարիներ առաջ ծառայ է, այս ծնողները գժվում էին պրավիզներ ուղարկելով բանակ, ներքնաշորերից սկսած մինչև այն բան սափերի բան ածերի, ինչ ասես մի խոսք հիգիենայի պարագաներ, բացարձակ հիմա ասում այդ խնդիրը չկա։ Շատերի համար գուցե սա բան չի, որ մեկ-մեկ է խոսում, ասում դե սպանեցիք ձեր բանակի թեմայով ժողովուրդ, բայց այդպես է սկսում։ Դա շատ մեծ բան է, որովհետև առաջ այդ շորերն էլ ուտելիքներ գողացվում էր, թալանվում էր, իսկ հիմա չի թալանվում։ Իսկ սա շատ մեծ բան է, հասկանում եք դուք, այն էլ ում զինվորին, այդ երեխուն, որ տարել եք թշնամու դիմաց պետք է կանգնի, բայց չկերակրես գոնե այմա։ Մեծ եղբայրը ասում է մենք թրթուրներ էինք չորացնում, որ ուտեինք, մինչև պոստ ուտելիք կար հասնել։ Հիմա էլի ես շատ հեռու եմ այդ բնակավարից, ես չգիտեմ ինչ բան, բայց պատումները որ լսում ես, ապշում ես ուղղակի, ոնց կարար տես բան լիներ։ Ու հիմա ես լսում ինչ եմ պատմում։ Դե կարծում եմ ցանկացած քիչ թե շատ adekvat մարդ եթե ուզում ա տեսնել կտեսնի։ Իհարկե։ Ես ասեցի քրոջս տղան էլ գնացել էր այդ բաները, ինքը բանա լեյտենանտ է հրետանային մի քանի օրով վերապատրաստման, եք ասում այսօր ինչ կերակսոր, ասեց խորոված։ Ոնց խորոված, ասում ահա, կամ խորոված արեց կերան ասում։ Դե ինչ, լավատեսությամբ ուրեմն ավարտենք այսօր։ Այո։ Ձեզ մաղթենք լավ օրվա շարունակություն։ Ավելացնել բան։ Այսօր չորեքշաբթի ենք, հա, ինչ վաղը սիրելներ, չէ՞։ Ինչ վաղը։ Ցտեսություն։